Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում, այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, եւ այսպես ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական արդեն ընթերցման ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, մենք ունենք արդեն իսկ օրենք եւ սա շատերը բնորոշում են որպես պատմական իրադարձություն Հայաստանի համար, մեր ժողովրդի համար։ Ընդհուպ ես հանդիպեցի դիտարկումների, որ սա որքան որ պատմական էր մեզ համար անկախության հռչակագիրը, անկախության հանրաքվեն, սա եւս պատմական իրադարձությունների շարքում է դասվում, երբ մենք ապագայում հուսանք կունենանք նաև հնարավորություն հանրաքվեով, մեր կամքը արտահայտելու այս հարցի վերաբերյալ։ Դուք ինչպես եք տեսնում այս գործընթացի մեկնարկը որպես արդեն օրենք, որպես ժողովրդի, ինչպես հեղինակներն են ասում, կամ արտահայտություն եւ շատերի բնորոշմամբ այո, հենց մեծ աշխարհաքաղաքական սրա համատեքստը։ Նախ կփորձեմ այդպես հախուռն չլինել, որևէ բան չի կարող անկախության հետ համեմատվել, անկախության հանրաքվեի հետ։ Մենք չափազանցությունների սովոր, կենցաղային կյանքում էլ պերեբարշիտների սովոր ցածրակարգեր ենք դարձել, չի կարելի դա անել, բայց որ նշանակալի իրադարձություն է, չափազանց նշանակալի, դա փաստ է, եւ դա Աստված, որ Ռուսաստանը մեզ չխոչընդոտի կամ արյունով չփակի մեր ճամփան դեպի մեր քաղաքակրթական ընտանիք, որի հիմնադիրներից մեկը մենք ենք եղել դեռևս հեռավոր 301 թվականին, եթե ոչ ավելի շուտ Արտաշեսյանների ժամանակներից արևմտյան քաղաքակրթության հիմնադիրներից մեկն ենք եղել։ Մենք այսինքն չենք գնում մեզ համար անծանոթ մի տեղ, մեզ համար անծանոթ էր թաթար, մոնղոլական, ռուսական կայսրությանը ժամանակին միանալը, նրա կողմից գրավվելը, բայց սա մեր հարազատ ընտանիքն է, եթե ոչ այսօր, ապա վաղը կարողանալու ենք։ Այստեղ պարզապես լրջմտությունը պետք եւ հախուռնությունը ընդհանրապես գործին կխանգարի, թեթև սոլիկությունը գործին կխանգարի, պետք է հանդարտ, դանդաղ քայլերով, բայց հաստատուն քայլերով վերադառնալ մեր ընտանիք։ Այսինքն մենք, եթե ես ճիշտ եմ էլի ձեզ հասկանում, մենք ինքնության կարևոր մասի հետ գործ ունենք։ Մենք բարեբախտաբար մեր ինքնության ամենակարևոր մասերը չենք կորցրել պետականազրկության ժամանակներում եւ ինքնության գերագույն գրավականը լեզուն է եւ մենք լեզուն պահել ենք մեր հանդեվրոպական ընտանիքին պատկանող առանձին մեր ճյուղը կարողացել ենք պահել։ Մենք որքան էլ ազդեցություններ կրել ենք ասիական բիրտ ուժերից, թուրքական արշավանքների ժամանակ, դրանից առաջ արաբական, սեմական արշավանքները, դրանից հետո ռուսական, որ իրենք էլ չգիտեն ինչ են, թաթար մոնղոլական կամ ինչպես Ռուբեն Դարփինյանն էր ասում, սլավոնական հայեցողությամբ եւ մոնղոլական մոլեգնությամբ մի խառնուրդ,
դրա ազդեցության տակ մեր առօրյա խոսակցության մեջ երևի ես էլ կսպրտե իմ խոսքի մեջ էլ շուտով կսպրտի ինչ որ ռուսերեն արտահայտություններ մեր մտածողության մեջ անգամ մենք այդպիսին ենք բայց միևնույն է այն ամենակարևորը մենք չենք կորցրել պետք է պարզապես արմենիական քաղաքակրթությունն էլ հասկանալ չկա չարիք են ինի յանի նման հա չկա չարիք որ իր ինքուն բարիքը չունենա միջուկում եւ հակառակը չկա բարիք որ չարիքի արմատը չունենալ այստեղ էլ մենք ընտրողաբար մոտենալու խնդիր ունենք շատ ավելի լուրջ խնդիր է դա ինչպես օրինակ Մաշտոցի արած գյուտը որը մեզ ապրեցրեց 405 թվականից մինչև այսօր եւ եթե դրանից երբեմն հրաժարվում մենք մեր բաժին Հայաստանը թաղում ենք ինչպես Մաշտոցի այդ գյուտից հետո երկրորդ մեծագույն գյուտը որ արեց Մաշտոցը դա երևի թե հենց այն էր ինչ որ հիմա դրա կարիքն ունենք մենք հայերենացրեցինք այն ամեն առաջադեմը ինչը որ աշխարհը ստեղծել էր Ալեքսանդրիայի գրադարանում ինչը որ լավագույնը կար չկասկածեք որ այն ժամանակ էլ աղբը կար ինչպես որ այսօրվա սերիալները դրսում ֆիլմեր են նկարվում հենց Հոլիվուդում, չգիտեմ Ֆրանսիայում, Իտալիայում մենք վերցնում ենք միայն վատը, այստեղ մաղն ենք մենք կորցրել, մեր կողմնորոշիչներն են կորցրել, վտանգավորն այդ կողմնորոշիչները կորցնելն է, ուղե կալը չկա, ուղե փակոցը բացող փակողը չկա, մի քիչ ստացվում է խորենացու ողբի նման բան եմ ասում, ցավոք սրտի, բայց այդպես է, մենք այն ժամանակվա նախանձախնդրությունը չունենք, որովհետև մեր դուք լավ բառ օգտագործեցիք, ինքնության խնդրի հետ խնդիր ունենք, առերեսման խնդիր ունենք, մենք մի որոշ հատվածով կորցրել ենք մեր ինքնությունը, դա վերագտնելու խնդիր ունենք, իսկ եթե հանկարծ չվերագտանք մեզ պես ժողովուրդներ են եկել ու անցել, մենք էլ կանցնենք, որովհետև տեսնում ենք ինչպես ենք գնալով վերջին 2000-ամյակի պատմությունը վերցրեք, Հայաստանը մի գույնով ներկեք, պատկերացրեք այն հեռակառավարման վանակով այդ պուլտով առաջ եք տալիս, այսպես փոքրանում ենք, ոչ միայն տարածքային առումով, տարածքները կարող են ընդլայնվել և փոքրանալ, այլ էթնոսի առումով, այլ տված արժեքների առումով մենք մանրանում ենք, այսօր այդ ուղեկալի մոտ ուղեփակոցը բացող փակողներ են պետք, բայց ցավոք սրտի ինչքանով նայում եմ Հայաստանը մի տեսակ խեղկատակության դաշտի է վերածվել։ Դուք շատ հաճախ չեք մեզ մոտ լինում, հետաբար ես մի քանի իրադարձություններ հարցերն եմ, որոնց հուսամ կհասցնենք անդրադառնալ, քանի որ ձեր պատասխաններով դուք էլ տարատեսակ շերտեր եք բացում։ 201 թվական քրիստոնեությունը ինչով է կապվում այդ մեր ընտանիք վերադառնալու հետ, հա, նկատի ունեմ այդ արժեքները որքանով են նույնական, որքանով են մեզ կապող, որքանով են պայմանավորում մեզ, որքանով են դարձնում մեծ իմաստով ընտանիք, որովհետև դրա հակադրությունը այսօր էլ կա մեր քաղաքական հանրային հասարակական դաշտում, հա, արժեքային իմաստով եվրոպական տարածաշրջանի հետ մեր հակասությունների մասով։ Սա մի քանի ժամանոց դասախոսության նյութ է, չգիտեմ ինչքանով միտքս կզորի, որ կարողանամ համառոտ բանաձևված ներկայացնել։ Մենք պետականորեն ընդունեցինք առաջինը քրիստոնեությունը, բայց դա չի նշանակում, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք։ Ասորիները պետություն չունեին, բայց ժողովուրդը արդեն իսկ ասորի ժողովուրդը քրիստոնյա էր եւ մենք այնտեղից էինք հրավիրում առաջին հոգեվորականներ ու քարոզիչներ։ Մեզանից մի քանի տարի անց ընդունեց այդ կրոնը նաեւ հռոմեական կայսրությունը, լայնածավալ հռոմեական կայսրությունը, որ ամբողջ Եվրոպան էր։ Եվ աստիճանաբար դեպի վերև, դեպի արևմուտք եւ դեպի հյուսիս ծավալվեց Հռոմի կենտրոնից։ Իհարկե, Եփեսոսի ժողովից հետո մի փոքր տարբերություններ եղան, բայց նույն գետի տարբեր հոսանքներ են, ինչպես ասենք Երևանից գնաք Վաղարշապատ, մի քանի հոսքեր կան, չէ՞, գծեր կան նույն ուղղությամբ տանող։ Այդ նույն քրիստոնեական ուղղության մեջ, իսկ որ քրիստոնեությունը աշխարհայացք է, որ քրիստոնեությունը զուտ կրոն չենք ընկալում, կրոն ընկալելով 21-րդ դարում մի քիչ ծիծաղելի կհնչի, այլ արժե համակարգ է աշխարհընկալում եւ աշխարհ զգացողություն է, Եվրոպանի
եւ արևմուտքը ընդհանրապես երբևէ դրանից լրջորեն չի շեղվել, մենք էլ որ այդտեղ հիմնադիրներից մեկն ենք, Միացյալ Նահանգները իր հիմնադրման պահին, ես չգիտեմ արդյոք քրիստոնյա բնակչությունն էր ավելի շատ, ընդ որում բողոքական բնակչությունը, թե չէ, բայց ինքը այդ արժեքների կրող կայսրությունն է այսօր, երևի թե միակ գերտերությունը մոլորակի վրա այսօր։ Այսօր մենք քաղաքակրթական դաշնակիցներ շատ ունենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ ներքաղաքակրթական բախումներ չեն լինում։ Երկու համաշխարհային պատերազմներն էլ սկսվեցին քրիստոնյա Եվրոպայից։ Հա՞։ Հիմնականում Գերմանիա եւ Անգլիա հակամարտություններ կամ Գերմանիա եւ Ֆրանսիա հակամարտություններ։ Եվ հենց հիմա էլ մենք տեսնում ենք ճիշտ է քրիստոնեության մի խոտոր ուղղություն, ռուսական ուղղությունը, նույն ժողովրդի երկու Վլադիմիրներ, մեկը Պուտին, մեկը Զելենսկի, զոհասեղանին ինչքան սպիտակ ռասայի մարդիկ դրեցին։ Իսկ հիմա գլոբուսը մյուս կողմի վրա շուռ է գալիս։ Աֆրիկայում ինչ բազմացում է, հեռավոր արևելքում, Խաղովկյանոսյան տարածաշրջանում ինչ բազմացում է։ Այդ քրիստոնեական արժեքներ ասվածը, թեկուզ հիմա մոդայիկ չէ քրիստոնեական արժեքներ ասել, ասում են եվրոպական, նաև արևմտյան քաղաքակրթություն, այդ դրոշը բարձրացնողներ պիտի լինեն, թե հերթով մորթվելու են։ Այ մենք շատ մազե կամրջի վրա ենք հիմա կանգնած եւ անցնելու ենք այդ մազե կամրջով կամ խորտակվելու ենք, ինչպես Նիցշեն էր ասում, ես չգիտեմ, մենք վերջին մարդու նման լինելու ենք, թե չէ, դեպի գերմարդը, մարդը նպատակ չէ, մարդը միջոց է։ Մենք կարող ենք համարել, որ հայը նպատակ չէ, հայը միջոց է եւ լավագույն միջոցն է։ Այդ լավարկելը կարող ենք, թե չենք կարող։ Դրա համար մի փոքր առնականություն է պետք, մի բան, որ մեր միտքը չի զորում, տկարացել ենք ցավոք սրտի։ Դուք ասացիք, որ Ռուսաստանը խանգարի խոչընդոտներ ստեղծի կամ արյամբ կասեցնի։ Ինչ նկատի ունեք։ Ամբողջ աշխարհի արչև արեց, որոշել է իր ուղղությունը Ուկրաինան դեպի արևմուտք տանել, չթողեցին մարդկանց բնական ընտրությունից զրկեցին։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա Գյումրիում են զրկում բնական ընտրությունից, թատրոն են խաղում։ Այն նույն ձևով էլ այնտեղ, բայց այդ թատրոնը շատ արյունոտ եղավ։ Եվ դեռ շարունակվում է, եւ դեռ կշարունակվի։ Մեր դեպքում դա ինչպես կարող է արտահայտվել։ Մեր դեպքում մշտապես արտահայտվել է այսպես. Ռուսաստանը մեր հարցերը միշտ լուծել է թուրքերի ձեռքով մեզ պատժելով կամ դասեր տալով։ 1801 թվականից ի վեր, երբ հայտնվել է Կովկասից այս կողմ, երբ օկուպացրել է Վրաստանի անկախ պետականությունը կամ կախյալ Օսմանյան կայսրությունից կախյալ, բայց պետականությունը, մենք ցավոք սրտի բազմաթիվ անգամներ եղել ենք ռուսական կայսրության, ռուսական բանակի առաջապահ գունդը եւ պարսիկների դեմ եւ թուրքերի դեմ, օսմանցիների դեմ, եւ դա մեզ չի ներվել։ Եթե պարսիկներից անցել է պարսիկներին դեմ գնալու հանուն ռուսական շահերի դեմ գնալուց անցել է շատ ժամանակ եւ այլևս պատերազմ չի եղել պարսիկների հետ, ռուսները չեն արել բարեբախտաբար, դա վերջինն էր եւ մի քիչ մարել է, հիմա նույնիսկ մենք վերագտնում ենք մեր եղբայրակցության եզրերը պարսիկների հետ, ապա թուրքերի պարագայում դա շատ երկար ժամանակ կպահանջի։ Ես ուրիշների չեմ բողոքում, ես մեր մտավորականներից եմ դժգոհ, թող ասեն էլի ազգային հողի վրա 1047 թվականից ի վեր, երբ թուրքերը հայտնվել են մեր տարածաշրջանում, առաջին անգամ ազգային հողի վրա երբ են եղել հայկական ջարդեր, արդյոք դա Ռուսաստանի դեպի Կովկաս ներթափանցումից հետո չէր։ Ընդհուպ մինչև 1913 թվականը Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարը հայ էր, որի մասին դեպ միակ դրականը, որ առանց երգիծելու է խոսում, Հակոբ Պարոնյան, մյուսներ, հա, Գաբրիել Մուրատունկյանը, Գանձապետը, շատ բարձր պաշտոնյաներ, բայց չգիտես ինչի մի քանի տարի առաջ այդտեղ հիստերիա էր, չէ՞։ Այսօրվա թերուսներից առաջ ուրիշ թերուսներ կային, չէ՞, հանրապետական թերուսներ։ Ուզում են Նիկոյանի արձան կանգնեցնեն այստեղ։ Ինչու եք այդ դեպքում Նիկոյանով հպարտանում եք, բա հպարտացեք Թուրքիայում էլ փաշաներ եք տվել։ Այստեղ Մարշալ Բաղրամյան ու Բաբաջանյան,
հա, Բուդապեշտի նման գեղեցիկ քաղաքը տանկերով մտած մեկի արձան կարող են կանգնեցնել, մեզ ինչ հայ ժողովրդի համար ինչ են արել։ Բաղրամյանն էլի արել է, Սարդարապատում կռվել է, դրանից հետո նրա կյանքն այլևս հայոց պատմության մաս չի կազմում, մեր ժողովրդի շահերի համար չէ։ Հիմա Պուտինը իր չեկիստ գոլեգայի տղայի հետ, Իլհամ Ալիևի հետ մայիսի 9-ն է տոնելու։ Ճիշտ է, մեկ մասին անընդհատ իրենց հեռուստատեսությունն ասում է։ Այդ ռուսները անընդհատ ասում են, որ երկրորդ համաշխարհային պատերազմում քարշակն իրենք էին, հա, քեղածին իրենք էին հաղթանակի։ Բայց Բաղրամյանի արձանը իր ծննդավայրում ուր է։ Մարշալ Բաղրամյանի արձանը շատ ունեն այդպիսիք։ Ադրբեջանում արեցին այն 89 կամ 90 թվականին։ Ինչ հիմա Ուկրաինայում կամ Արևելյան Եվրոպայում են անում ռուսական գեներալներին գցելով։ Նրանց գոնե հասկանում ես, իրենց երկրներն եկել օկուպացրել են, օկուպանտների արձաններ են հանում։ Թեկուզ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած գեներալ օկուպանտներ էին։ Բայց այստեղ դրա համար մենք այսպիսի շատ առաջիկայում մեր ականջներից շատ են լապշաներ կախելու։ Չէ ուզենա, որ մենք էլի հերթական անգամ պապուասների նման փայփլուն բաներ մեզ ցույց տան ու մենք խաբվենք։ Չէ ուզենա, որ հերթական անգամ մենք դառնանք ռուսական կայսրության առաջապահ գունդը, իսկ քաղաքական զարգացումների տրամաբանությունը տարածաշրջանում տանում է դրան ռուս-թուրքական հակադրության, որտեղ էլի ռուսները մեզ որպես մսացու, որպես վճարամիջոց են փորձելու օգտագործել։ Գոնե հիմա դաս առած կլինենք, որ ասենք դու ռուսն էլ, ամերիկացին էլ, ֆրանսիացին էլ, թուրքն էլ, պարսիկն էլ, երկու ժողովուրդ կա մոլորակի վրա, դրանք բոլորն օտար են, մեկը մեր ժողովուրդն է, մեկը օտար, երկու լեզու կա, մեկը մայրենին է, մյուսը օտար։ Ես չեմ հոգնելու, ամեն անգամ սա կրկնելու եմ։ Ասացիք թուրքերի ձեռքով, հիմա մեր ժամանակներում նկատի ունեք նաև հավաքական, այսպես ասենք, որպես կերպար նաև այդ թվում եւ ադրբեջանցիներին, ինչպես կարող է Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով, դե Ադրբեջանն էլ իր նպատակներով իհարկե կասեցնել Հայաստանի հետ ընթացքը, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը եւ պատրաստ են ստորագրման։ Նախ այդպիսի պայմանագիր չի ստորագրվի առաջիկայում։ Դա ծիծաղել է 3 տարի ասում են, 3 տարի ասում եմ չի լինելու, առաջիկայում գոնե չի լինելու։ Եվ երկրորդ Ադրբեջանի ձեռքով Հայաստանին պատժել չէ, երբ որ այսօր Հայաստան ըստեյության, Հայաստանի իշխանությունն ըստեյության, ընդդիմությունն առավել եւս իրականացնում են ադրբեջանական օրակարգ։ Իսկ ադրբեջանական օրակարգը ոչ այնքան Ադրբեջանին է պետք, որովհետև նավթով միլիարդների մեջ ընկած են, իրենց այս խնդիր չունեն, իրենք մի բանի համար են կռիվ տալիս, կարգավիճակի, իսկ կարգավիճակը ապահովում է ճանապարհներով, իսկ ճանապարհները 21-րդ դարում ոչ միայն ցամաքային ճանապարհներն են, ջրային, երկաթուղային, օդային, այլ նաև վիրտուալ ճանապարհները, հա, նստած են ամեն ինչի վրա։ Այ խնդրեմ, օրինակ մի բան։ Մեր լրագրողներին չի հետաքրքրում, խնդրում եմ էլի, դուք այդպիսի բաների մասնակցում եք։ Հիշում եք մեր պարոն վարչապետը մինչև պատերազմն ասում էր, որ մեզ համար դա հաջողություն է, որովհետև ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել եւ արդեն իսկ գործում է Իլհամ Ալիևի հետ ուղիղ հեռախոսային կապը։ Խնդրում եմ էլի մի հատ ճշտեք, վերջին անգամ այդ կապը երբ է օգտագործվել եւ այդ կապի վրա արդյոք միայն պարոն Փաշինյանն ու պարոն Ալիևն էին նստած։ Դա մեզ էին մանիպուլացնում, չէ՞ որ հասկացողներն այն ժամանակ էլ հասկանում էին։ Հիմա էլ հասկանում ենք, այդ կապով խոսում են, թե չեն խոսում։ Թե անպայման մաքոքային պիտի լինի այդ կապը։ Մենք ադրբեջանցիների հետ ուղիղ կարող ենք խոսել, ինչքան էլ Ալիևը չուզենա։ Ալիևն իրենից ոչինչ չի ներկայացնում մեծ հաշվով, ինքը կռիվ է տալիս կարգավիճակի համար, ասում է փաստաթղթավորեք իմ հաղթանակը, բայց դա Հայաստանի հետ կնքած պայմանագրով չէ, այլ ուրիշների ճանաչելով, ինչպես որ եթե ինչ-որ մեկը հնում թագավոր էր դառնում, մեր արշակունիները, մենք ասում ենք պետություն ենք ունեցել մինչև 428 թվական, չէ՞, նշանակվում էին Իրանի կողմից եւ գահը ստանում եւ թագը ստանում էին Հռոմից։ Այսինքն թագավոր էր այն ժամանակ, երբ ճանաչվում էր։
Հիմա Ալիևը մեր, չգիտեմ, Փաշինյանի հետ կնքած պայմանագրով չէ, որ իր կարգավիճակը կարողանա ճանաչել տալ։ Այլ կճանաչեն արդյոք նրա հեգեմոն դերը տարածաշրջանում։ Գուցե ճանաչեն, գուցե Իրանին հակակշռելու համար կճանաչեն։ Գուցե Թուրքիային ուրիշ տեղ մղելով, ուրիշ տարածաշրջանում Թուրքիային առաքելություն տալով կճանաչեն կամ գուցե հենց Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի որովայնի ներքևում Միջին Ասիայում ինչ որ բան անելու համար էլի վճարամիջոց մեզ կսարքեն։ Այնպես չի, որ մեզ մենակ ռուսներն են վճարամիջոց սարքում։ Ով որ տեղից վճարամիջոց է, նրանով էլ վճարում են։ Խնդիրն այն է, որ մենք վճարամիջոց չուզենք լինել։ Մենք մեր ոչ թե գինը, այլ արժեքը իմանանք։ Իսկ այդ արժեքը սակարկման ենթակա չէ։ Գները կարող են բարձրանալ եւ իջնել, բայց ոչ երբեք արժեքը։ Իսկ մենք արժեքային գիտակցություն չունենք։ Դրա համար, գիտեք, գավառական խոսակցությունները ինչ որ այսօր Հայաստանում պատտվում են, հիստերիկ խենթանոցի տպավորություն են թողնում։ Մենք մեր թուրքերից մենք պահանջում ենք իրենց պատմությանն առերեսվել։ Մենք ինքներս չենք ուզում առերեսվել մեր այն արատների հետ, որոնք խոչընդոտեցին եւ խոչընդոտում են, գուցե ավելի ուշ գնացած մեր տարածաշրջանում տեղը գտնելու իրական կարգին պետություն դառնալու, ադամանդի արժեք ունեցող պետություն դառնալու, որի հնարավորությունները եւ երեք կային եւ այսօր կան։ Պարզապես ես սարսափում եմ, որ մեզ վաղվանից են զրկում մեր հավաքական տխմարությունն ու հավաքական զառամախտը։ Դուք Գյումրին հիշատակեցիք, այն իհարկե թոփ թեման է հիմա քննարկումների, ավականու արտահերթ ընտրություններ, առաջադրված ուժեր, ցուցակի առաջին համարներ, նրանք բանավիճեցին նաև հանրային հեռուստաընկերության եթեր, մի դեպ դիտել եք։ Ոչ, ներողություն, բայց չեմ դիտել։ Ես ձեզ նախանձում եմ, որ չեք դիտել, հա, եթե այդ բանավիճը դուք պարտավոր եք, որտեվ լրագրող եք, ես բարեբախտաբար չունեմ, ավելի լավ ներկայացումներ կարող եմ նախընտրել։ Բանավեճի տրամաբանությունը գրեթե ապա գաղափարական, ապա քաղաքական, չեմ վախենա այս բառերից, փողոցային, տղայական եւ հենց այդ բառերը շեշտադրել ամբողջ ընդհանուր այդ տրամաբանության մեջ ցավոք սրտի։ Ներողություն, իսկ դա որտեղից է գալիս։ Այդ տղայականությունն եք ասում, դրանից մի քանի օր առաջ մեր վարչապետի, մեր դեմքն է, որ ամբողջ աշխարհը ինձ, ձեզ, մյուսներից նրանով է ճանաչելու։ Պահվածքը ազգային ժողովում մեր թիվ 1 քաղաքական ամբիոնից պահվածքը հիշում եք։ Այդ ինչ արտահայտություններ էին իրենից առաջ եղած երկրի առաջնորդների հասցեին։ Դա կարող է սովորական մեկը ասել, բայց հենց այդ սովորական մեկն էլ դառնա առաջին դեմքը, բաներ կան, գիտեք, ինչ կարող է իրեն թույլ տալ եզը, չի կարող իրեն թույլ տալ Զևսը, հասկանում եք։ Հակառակն եմ ասում հիմա։ Այո, մեզ պետք չէ որ եզի նման պահենք։ Այդտեղից է գալիս, նենց որ այդ տղայական բաներ, բայց իհարկե մեր պետությունը այսինքն իջել է։ Հələ հիշեք մեր առաջին նախագահը լուրջ գիտնական, լուրջ մտավորական եւ լուրջ պետական գործիչ։ Հիմա տեսեք, ներքև իջնելով էլ ուր կա, էլ ուր կարող է իջնել։ Ես հիշում եմ մեր առաջին խորհրդարանում, որտեղ Գերագույն խորհուրդ էր կոչվում, այնտեղ հանձնաժողովը կոչվում էր գիտության, կրթության եւ լեզվի հանձնաժողով։ Եվ գիտեք ով էր նրա նախագահը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, այն քաջ ակադեմիկոսը, որը ակադեմիկոս լինելով հանդերձ գնաց կանգնեց հարթակում եւ ձերբակալվեց ու Մոսկվա տարվեց, հա Ղարաբաղ կոմիտեի անդամ դարձավ։ Հիմա տեսնում եք մենք ինչքան ենք դեգրադացվել, ովքեր են կարող են նորմալ հոդաբաշխ խոսք ասել, ովքեր են այդ հանձնաժողովում, իսկ մենք ասեմ, մեր ամենախոցելի եւ ամենակարևոր տեղերը, երկու հենասյուները, առաջին հերթին լեզու, կրթությամբ դրսևորվող բնականաբար եւ բանակ, զգում եք, որ հենց այդ երկուսն են թիրախավորված։ Դրանց են իջեցնում շրիշակի մակարդակի։ Եվ բոլոր իշխանությունների օրոք մենք Ռաֆայել Ղազարյանից հետո այլևս ոչ մի անգամ չունեցանք այդպիսի դեմք։ Մենք Ռաֆայել Իշխանյանից հետո, որ այդ հանձնաժողովի անդամ էր, մեր մեծագույն մտավորականներից մեկը, այլևս այդպիսի դեմք չունեցանք այդ հանձնաժողովում։ Վալերի Միրզոյանից հետո, որ հիմնեց լեզվի կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտեն,
Քոչարյանն եկավ, որտեղ նա լեզվից ինչ է հասկանում, մեր հոգուն խորտ, հա, տարավ մցրեց այն կառույցի մեջ, որին պիտի վերահսկեր կրթության նախարարության կազմի մեջ։ Մենք այլևս չունեցանք նոր Վալերի Միրզոյան։ Հիմա կամակատաժներ են բոլորը, ինչ է կատարվում։ Կարծեմ միասին խոսելիս էր, չի ասում, լավ Հայաստան է, ծխախոտի վրա հայերեն գրել եք, լավ, ռուսերեն ինչ եք գրել, ինչի կարակալպակերեն չեք գրել, օտար լեզու է։ Ինչու անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չգիտեմ, ադրբեջաներեն չեք գրել, այլ ռուսերեն։ Եթե հայերեն է, ուրեմն երկու կողմն էլ հայերեն պիտի լինի։ Այն որ ասում են էշի խրտնացը ձյուց արագ է վազում, մեր գավառամիտներն այդ էշերն են, բայց ավելի երջանիկ կլինեի, որ այդ ավանակները լինեին, բայց ոչ դրսի դրածուներ, գործակալներ լինեն, դա գործակալությունից է բխում։ Ինչպես են թույլ տալիս, որ Հայաստան ներմուծեն կապի միջոցներ, հեռախոս, որը 200-300 լեզվով կարող է բացվել, հայերեն ոչ, ռուսերենն է այստեղ հիմնական լեզուն դարձած։ Ձրիակեր չեն բա դրանք, պետական կառույցները ձրիակեր են, թե չէ, մինչև այսօր ես նամակ եմ ստանում այդ հակակոռուպցիոն, հիմա մեկին էլ տարան դրեցին նախագահ, չէ, ինձ 3 տարի արդեն չկա, ինձ որպես կուսակցության ղեկավարի ինձ նամակ են հղում։ Դուք հասկանաք, ուրեմն 3 տարի ձրի փող են ստացել դրանք, կոռուպցիա կա այնտեղ, ԱԱԾ-ն թող զբաղվի դրանով, չի զբաղվի, ինչի, որտեվ իրենք էլ են ռուսական։ Պարոն Հայրապետյան, դուք ասում եք ծխախոտի տուփ, պաշտոնական հաղորդագրություն է, ես մեջ բերում եմ, հայերեն քննության օրը այսինչն է, ռուսերեն քննության օրը այսինչն է, օտար լեզուների օրը այսինչն է։ Դա խայտարակություն է իհարկե։ Ընդ որում, տեսեք, գիտեք, ամեն ինչ մի քանի շերտ ունի, ասենք միստիկ շերտը, այն մի հատ աթեիստ վատ բառեր ինձ թույլ չտամ եթերում, հա, մի հատ տղա կար է, հիմա էլ ազգային ժողովի падգամավոր առաջին առողջապահության նախարարն էր տղան։ Այդ անծուխ Հայաստանն էր ասում, չէ, այդպիսի արտահայտություններ չեն կարելի, անծուխ թող ինքը լինի, եւ ոչ թե իմ Հայաստանին ասի անծուխ։ Եթե ինքը Հայաստան չունի, ես ունեմ։ Դրա համար ինքը ինձ համար անընդունել է իր տեսակը, Հայաստանում հիմա տեսակների պատերազմ է, գիտեք։ Եվ այդ տեսակների պատերազմում լավագույն տեսակը պարտություն է կրում։ Եվ նմանվել ենք ավետարանի են Սերնացանի առակին, որ ճամփեզրին ընկածներ կան, գայթակղություններին չեն դիմանում։ Եվ այն ամենաազնիվ տղերքը, ամենալավ տղերքը գնում եւ ամենախայտարակն են դառնում։ Ինչպես որ եղավ առաջին հանրապետության ժամանակ։ Մեր ամենալուսավոր տղերքը, որ իրենց կյանքը դրել էին Արևմտյան Հայաստանում, ֆիդայական շարժում էին անում, պահում էին ժողովրդին գաղթ էին կազմակերպում, եկան Երևանում, երբ պետականություն էր ծնվել, ամենասոսկալի կերպարները դարձան, Մաուզերից տականքներ դարձան, երբ որ պետությունը ստիպված էր նրանց դեմ պայքարել, հիմա էլ այդ նույն մաքուր տղերքը այդ աստիճանի պղծվում են, չեն դիմանում գայթակղությանը, եւ ավետարանում լավ է ասված, գայթակղություններ շատ կգան, բայց վայ նրանում ձեռքով կգա, վայ դրանց, որ կասեն իրենց բերնից կհնչի, թե անծուխ Հայաստան, վայ նրանց, ովքեր ասում են եւ շարունակում են համառ կենթանու նման շարունակել, որտեղ հաց են տեղ կաց, ասել հետո ճամարտակություններով փորձում են լղոզել դա, տակը հիմքեր դնել, ոչ ոք ավազի վրա տուն չի կառուցի, այլ ամուր ժայռի վրա։ Պարոն Հայրապետյան, ինչու ասացիք Գյումրիում մարդկանց զրկում են բնական ընտրությունից։ Որտեվ գիտեք, ես մի կողմով, մորս կողմով կարծեցեմ իմ ազգականների մի հսկայական հատված Գյումրիում է ապրում, ես գիտեմ ինչ կարգին ժողովուրդ են այնտեղ, բացառված է, որ այդ ժողովրդի սերուցքը դա լինի։ Եթե դրա միջև վատի ու վատթարագույնի, չգիտեմ, միջև ընտրություն կատարելը, բայց ժողովրդին չեն զրկել։ Ես վստահ եմ, որ այնտեղ հրաշք ուղեղներ պիտի լինեն, վստահ եմ, որ կան, այնտեղ ազնվագույն մարդիկ պիտի լինեն, վստահ եմ, որ կան, քաղաքականությունից հասկացող, քաղաքի քաղաքականությունից հասկացողներ պիտի լինեն, վստահ եմ, որ կան, բայց ում է, ինչ խեղկատակություն է։ Ես մի անգամ ձեր ստուդիայում բերել կարդացել էի Թումանյանի անկեղծ չենք հրապարակումից մի հատված, հոդվածից մի հատված, ասում է դերասանությունը լավ է բեմի վրա, որտեղ խաղում են տաղանդավոր մարդիկ, շնորհքով մարդիկ, բայց դա գարշելի է, երբ կյանքում են խաղում, հետո էլ ասում եք ինչի չեք նայում, նախ առաջի ալիքը ընդհանրապես չեմ նայում, առավել եւս դա չէին նայ, եթե ուրիշ ալիքով էլ տան, բայց փոքրիկ հատվածներ, եթե ընկերներս կտրում ուղարկում են, զորում են, որ ես պիտի նայեմ, պարտավոր եմ նայել, այդ փոքրիկ հատվածները 1-2 րոպեանոց նայում եմ։ Շնորհակալ եմ։
Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։